Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շատ ուրախ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունն ենք զգում ձեր խորհուրդներով, ձեր առաջարկներով։ Հարգելի հեռուստադիտողներ, այս մի յուրօրինակ հաղորդումը մենք վարելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է այգի ռեստորանային համարերի ավագ խոհարար, հայ խոհարարական համայնքների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ մեր լավ բարեկամ Համլետ Հարությունյանի հետ։ Ողջույն Համլետ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ։ Ես կուզենայի իմանալ դու տրամադրությունդ ինչպիսին է, բարձր է տրամադրությունը։ Շատ բարձր։ Բարձր է։ Այո։ Ինչ ենք պատրաստելու։ Ուրեմն այսպես, ուրեմն ինքը խմորի մեջ պետք է լինի սիբեխը։ Սիբեխը սոխը պետք է լինի ու ջեռուցում ինքը գնում։ Ջեռուցում տապակվի։ Դրա համար նախնական ինչ որ պիտի անենք, ես դրա մեջ կարող եմ քեզ օգտակար։ Այո, ուզում եք մի սոխը կտրատենք։ Եվ տապակենք մի քիչ սոխը, հետո ավելացնենք սիբեխը, մի քիչ տապակելուց հետո ձու հարել լցնել վրան եւ ասենք ընթացքում խմորը կբացենք։ Դու խմորը պատրաստի, ես խմորից մի քիչ այնքան էլ լավ չեմ։ Այսպես սոխը ուրեմն սոխը ժապավենաձև, այո, կիսալուսնաձև։ Այսպես Ձեդ մի քիչ էլ կարակ, չէ՞ երևի։ Այո, անպայման կարակ, որովհետև սիբեխը սիրում է կարակ։ Կարակ մանր։ Մենակ սիբեխը չի որ սիրում է, մենք էլ ենք կարակ սիրում։ Խմորը։ Խմորը շերտավոր խմոր։ Այո, անպայման շերտավոր խմոր պետք է լինի ինքը։ Так։ Սիբեխը մեր բնաշխարհի ամենաճանաչված եւ ամենահամեղ բայրի ուտելի բույսն է։ Խմոր սիրում ես, դա շատ լավ է։ Այ ինչ կարծիքի ես։ Մենք խմորով ուտեստներ բնականաբար շատ ունենք, բայց տեղ ունենք դեռ զարգացնելու խմորի մեջ։ Այս սա օրինակ ես տեսնում եմ նոր զարգացում։ Սոխ ավելացնենք։ Ես կնայեմ արդեն։ Այս ուտեստը կուզենայի իմանալ։ Քո մտահղացումն է, թե սա լսել ես կամ ինչ-որ մեկի ժառանգել ես։ Ոչ, ժառանգել պրոստը ասենք աշխատելուց, տենց ասենք այո, այսպես էլի ասենք։ Եկել է մտքի, դու, այսինքն զարգացման մեջ ենք։ Ինքը պետք չի շատ ասենք ինքը սոխ առաստինի։ Շատ չտապակվի։ Այո, պետք չի շատ տապակվի։ Ես տեսնում եմ, որ սիբեխը նույնպես շատ խաշված չի։ Այո, թեթև, այո, ինքը դուխով շոյել է գնալու։ Իսկ համեմոք պիտի լցնենք։ Աղ։ Միայն աղ։ Միայն աղ։ Իսկ շոկի հարելու ժամանակ աղ չենք լցրել։ Ոչ, ջրի մեջ։ Կարանք լցնենք, Երասրա ջրի մեջ մի հատ լցնենք։ Այո, նա թեթևակի ասենք շոկի խաշվում է։ Իրան խառնենք, որ ուրեմն ձուն ջարդելուց մեսի կողմի աշխենք, որ ինքը ես այսպես կպահեմ, որ գեր տապակվի։ պետք չի իրան շատ ձու լինի, մի 5 հատ, 4 հատ լինի։ Սովորաբար ասում են սիբեխը ձվով կամ ձու սիբեխով, չէ՞։ Այո։ Հիմա սա որ տարբերակն է։ Էսի Սիբեխը ձվով։ Սիբեխը ձվով, այո։ Всё։ Նշենք, որ ձուն նույնպես տնական ձու է։ Այո, անպայման։ Տնական ձվով միշտ էլ Իրան պետք չի շատ տապակել, որովհետև հեսա ինքը ջեռուցում է գնալու, այո, մի քիչ թեթևակի ու իրան անջատում ենք, որ всё։ Ինքը որ ջեռուցում է գնալու։ Այո, օգտագործեցինք մեր բնաշխարհին բնորոշ վայրի ուտելի բույս չքնաղ սիբեխ։ Խմորը պատրաստ է արդեն, հա։ Այո, խմորը պատրաստ է։ Միչուկը պատրաստ է։ Միչուկը պատրաստ է եւ նախորդ պետք է խմորը տեղափոխենք։ Որովհետեւ ջեռոցի համար նախատեսված հատուկ տապակի մեջ ոնց որ տեսնում եմ, սա հիանալի բան է ստացվելու։
Այո, շատ համեղ է ինքը դնում։ Լանացա որ բացենք, որ ինքը համաչարապ այսպես так, ուրեմն так, ուրեմն Եվս մեկ հատ ձու, այո, մեկ հատ ձու, որ վրան գսենք, որ ինքը այո։ Կարծում եմ շատ հարմար այո, նախաճաշիկ, ինչու՞ չէ նաև ուշ երեկոյան երկրորդ ընթրիքին։ Երբ որ մենք սկսեցինք ֆիզիկական աշխատանքից շատ այդպես մի քիչ հրաժարվել, սկսեցինք մտածել նաև թեթև ուտելու մասին, բայց իրականում մենք պիտի ընդունենք այնքան կալորիա, ինչքան որ պիտի ծախսենք։ այո, Ծախսի մասը մենք պակասեցրինք, հիմա արդեն տանջվում ենք, որ թեթև ուտեստ այսպես ուտենք։ ինքը գնում է ջերություն։ Ճիշտ են ասելով ոնց ուտի, այնպես էլ կաշխատի։ Այո։ ինքը ջերություն Լավ, է հիմա մենք գնում։ կուղարկենք ջեռոց, ջեռոցում ինչ քանի ջերմաշան ինչ 170 ինքը մի 10 րոպե։ 170 աշճանի տակ 10 րոպե կզվարճանա այս հիանալի ուտեստը եւ 10 րոպե հետո մենք ունենանք արդեն պատրաստի եւ իր շուքով եւ իր տեսքով ուտեստ։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա 10 րոպեն անցավ եւ այս հիանալի ուտեստը արդեն պատրաստ է իր ամբողջ շուկով։ Տեսնում եք, որ շատ շքեղ է։ Հիմա տեսնենք, թե ոնց պիտի մատուցենք։ Համլետի առաջարկը պիտի այստեղ հաշվի առնենք։ Եվ դանակով կտրատենք ու Կտրատենք մեջ ու տեղափոխենք։ այո, Լավ։ Մի փուչուր։ Այսպես որ հարմար լինի։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, ես նախ նշեմ, որ դեռ հենց տեսքից մեր նկարահանող խումբը արդեն շատ մեծ խանդավառությամբ պիտի սպասում էր, ասել, որ պիտի անպայման ճաշակենք, ես ասեմ, որ արդեն բույրը ամեն ինչ ասում է, ամեն ինչ Այո, ասում է։ շատ։ Կարող ենք այս դնենք, թող մնացածն, այո, իրենք կտրատեն, հա։ Այ, այսպես, ահա։ Հենց այդպես բոլորը կտրատած, իսկ ճաշակողը ինչ պիտի անի։ Ահա։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն ենք մենք պատրաստել եւ այս ուտեստն էր, որ մենք այսպես համակ ուշադրությամբ պատրաստում էինք։ Համլետ ջան, եթե դու ունես որևէ առաջարկ, որևէ հղում մեր հեռուստադիտողներին, կարող ես օգտվել այդ առիթից։ Ցանկանում եմ բոլորին օգտվել հայկական խոհանոցից, շատ համեղ է։ Շնորհակալություն, շնորհակալություն Համլետ, ապրես դու։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Նախքան ավարտելը ուզում եմ հիշեցնել, որ ուտեստը նորից դասվում է տաք ուտեստների շարքին, կարող ենք օգտագործել որպես նախաճաշիկ, ինչու՞ չէ նաև երեկոյան որպես վերջին ընթրիք։ Բնականաբար մատուցել հարկավոր է մինչև 60 աշճան ջերմաշճանով։ Եվ այստեղ կարելի է նաև առաջարկել կարմիր անապակ գինի։ Բարեկամներ, մեր ցանկությունն է, որ դուք լինեք միշտ առողջ եւ երջանիկ եւ միշտ հպարտ լինեք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն ու բարություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ես ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այգի ռեստորանային համալիրի տնօրինությանը այս հիանալի հաղորդմանը աջակցելու համար։ Շնորհակալություն։ Սիբեխով կարկանդակ, շերտավոր խմոր 250 գրամ, սիբեխ 200 գրամ, սոխ 80 գրամ, ձու 5 հատ, կարակ 50 գրամ, ձեթ 20 գրամ, աղ, պղպեղ, բարեխորժակ։